Ծրագիրը միանշանակ համարում եմ հաջողված, որովհետև թե հետադարձ կապի միջոցով, թե հենց դասընթացների ընթացքում, երբ տեսնում էինք, թե ինչ արձագանք էին ունենում մասնակիցները, շատ ոգևորիչ էր։ Պիտի ասեմ, որ Երևանյան փուլից 6-7 ամիս հետո հանդիպում ունեցանք եւ չափազանց երջանիկ էինք եւ ուրախ լսել ուսուցիչների հաջողությունների մասին իրենց մասնագիտական գործունեության մեջ։ Իմացանք, որ մի շարք հաշմանդամություն ունեցող երեխաներ գլխավոր դերերում հանդես են եկել ներկայացումների մեջ, բեմ են բարձրացել, այսինքն process-ը շատ ավելի դյուրին է դարձել եւ այն ոգևորությունը, որ փորձեցինք փոխանցել ուսուցիչներին, այդ ոգևորության ալիքի վրա նոր հետաքրքիր ստեղծագործական պրոդուկտներ են ծնվել։ Միջավայրը շատ ստեղծագործ էր, անկաշկանդ։ Մենք բոլոր մասնակիցներով կարողացանք բացահայտել մեր մեջ այնպիսի մի ներուժ, որին այսքան տարիների ընթացքում առիթ չէր եղել պարզապես անդրադառնալու։ Եվ ամենակարևոր բանը ինձ համար, որ ուզում եմ ընդգծել, ամեն ինչ փաստորեն շատ պարզ էր եւ շատ հեշտ էր եւ անպայման չի այս քայլերին մոտենալու համար ունենալ շատ մեծ պատրաստվածություն կամ փորձ, դա դու կարող ես ձեռք բերել ժամանակի ընթացքում։ Մասնագետները տրամադրում էին գործիքակազմ, այսինքն դու ինչպես կիրառես դա գործնականում։ Եվ ստացվում է, որ տեսական ու գործնական մասերը մի օրգանիզմի նման իրար հետ փոխկապակցված էին եւ աշխատում էին իօգուտ այն նպատակի, որը դրված էր։ Այսինքն ներառականության գաղափարը ավելի հանրահռչակելու եւ մեր կյանք եւ միջավայրում ավելի շատ օգտագործելու համար։ Ինձ համար շատ կարևոր էր այստեղ մտածելակերպերի տարբերությունը, բայց երբ որ մարդիկ ունեն կոնկրետ փորձ, շատ ավելի իհարկե հետաքրքիր է նաև լսել իրանց եւ այդ փորձառությունը կիրառել մեր գործնական կյանքում։ Տեսնում ես, որ արվեստի ուսուցիչները շատ ավելի զգայուն, ընկալող եւ լայն են իրենց մտահորիզոնում եւ ինչն է շատ ուրախացնում, որ մինչև մեր գալը եւ մինչև մեր խոսելը հատուկ երեխաների մասին իրենք արդեն վերցրել են երեխա, չեն վախեցել իրենք իրենց փոխել եւ վերցնել երեխա, որի հետ չեն աշխատում սովորական մեթոդներ. Great 2 weeks of hard working and inspiring ideas, also to connect with local people who is in the same field. I think it helped me a lot also to integrate the work that I've been doing this year in Armenia, working with people with disabilities. Yes, it helped me a lot in terms of what I have been doing right and also what can be developed, what I can do better. And yeah, the presence of Vera, of course, it was really important. I think it's really important to have this kind of workshops in Armenia with people with fresh ideas from outside. And I also like to think about the circle, democratic space where we all have the same value. In my perspective, there are not levels of people, we are all the same. All we have our role in society, in work, in creation. So it's very important to have these inclusive spaces. Կարծիքս միանշանակ դրական էր։ Մենք այս դասընթացի ընթացքում սովորեցինք ավելի ճիշտ մոտեցում ցուցաբերել երեխաներին, ճիշտ է, հիմնականում աշխատում ենք, փորձում ենք որոշ չափով ճիշտ աշխատել, բայց սա ավելի մեզի հմտացրեց, որպեսզի կարողանանք այլ ավելի ճիշտ մոտեցումով երեխաների հետ աշխատենք։ Նման վերապատրաստման առաջին անգամ եմ մասնակցում, ինձ համար շատ հետաքրքիր էր, նաև մարտահրավեր էր այն տեսանկյունից,
որ կարողությունները հաշվի առնելով մարդկանց առհասարակ մենք երբեք չենք տեսնում այն ինչ որ այսբերգի ներքևում է պոտենցիալը ու հենց այստեղ այդ միջավայրներ որտեղ որ վերհանվեցին այդ ամեն ինչը Մանկավարժների համար փորձի փոխանակում, գիտելիքների ստացում եւ ինչքան շատ լինի, այդքան ավելի լավ նման վերապատրաստումները։ Ես մեծ ցանկություն ունեմ, որ հենց այդ վերապատրաստումները կատարվեն նաեւ յուրաքանչյուր դպրոցում, հենց այդ խաղերը աշակերտների հետ հենց դպրոցներում կատարվեն։ It's incredible how you can see the development during some days from there being quite a lot of fear and ending up where people are really part of togetherness and wanting more and really kind of diving into it. So I'm amazed by their courage and all the questions that were raised and the group was they were also very careful at the beginning, maybe not, it took a while before they really like reached out and started to engage more. So that is needed. If you have 2 days, you do that in 2 days. If you have 5 days, you do that in 5 days. And this is so familiar, so I'm like thinking, okay, now we are there in the process and actually now things are happening. So also the reflection time is very, very important. Իրականում ծրագիրը մտածելակերպից հետ կապված շատ փոփոխություն է տվել։ Մեր հասարակությունը դեռ ամբողջապես չի յուրացրել նաև մարդկանց այդ առանձնահատկությունները ու եթե նույնիսկ մենք աշխատանքում չկիրառենք այդ ամեն ինչը, ցանկալի կլինի, որ յուրաքանչյուր անհատ գիտակցի դա եւ շփվի այնպես ինչպես յուրաքանչյուրիս հետ է եւ կարծում եմ որ նմանատիպ ծրագրերը յուրաքանչյուրիս մոտ ուղղակի այդ ամեն ինչը կդարձնի առօրյա կյանքի մաս։ Կարևորում եմ այս դասընթացը որովհետև մեր հասարակության մեջ ինտեգրված են այնպիսի երեխաներ, ովքեր շատ զգայուն եւ նուրբ ներաշխար ունենալով հանդերձ ստեղծագործում են եւ հասարակությունից այսպես ասած դառնում են ինքնամփոփ։ Ես որպես երաժիշտ մանկավարժ կարևորում եմ այս դասընթացը նրանով, որ երրորդյա դասընթացի ընթացքում ես տեսա ինչպիսի ուսուցողական մեթոդներով եւ զվարճալի խաղերով կարելի է նման կարգի հատուկ կարիք ունեցող երեխաներին ինտեգրել մեր երաժշտական դպրոց եւ ոչ միայն երաժշտական դպրոց։ Ծրագիրը շատ հագեցած էր թե տեսական, թե գործնական առումներով ու շատ հետաքրքիր էր այն, որ այն ամեն ինչի մասին ինչ որ լսում ենք տեսականորեն, նաև կիրառեցինք գործնականում, ինչը ամրապնդվեց մեզ մոտ, առանձնացնեմ վարժություններ, երևի ուշադրության հետ կապված վարժություններ, քանի որ շատ նուրբ էր ամեն ինչ մոտոցվում ու շատ նուրբ էր են գծերը, թե ինչպես պետք է մոտենանք այն մարդկանց ու այն երեխաներին, ովքեր ունեն որոշակի առանձնահատկություններ։ In Yerevan there are probably more teachers that have been meeting students with disabilities and maybe being in inclusive context, seeing some performances. Out in the regions, that's not so common. So there I would say that maybe the level has been a bit lower. So for many of them it's not so natural to approach this field of inclusivity. So all these things are needed to move on, both in Sweden and in Armenia and in all countries. And we can really see results of this work. You get tools and exercises that you can bring with you when you go to teach or if you're part of a performance project. So you can carry this way of thinking with you. And many times it doesn't have to be any revolutionary things. It can be quite simple things. But just to know that there is something concrete that you can lean on, that can help. And I can see that here as well, that it's an eye-opener for many people that don't have previous experience. Հաշմանդամություն ունեցող առաջնորդների դերը ստեղծագործական process-ներում չափազանց կարևոր է եւ մենք էլ ենք դա շատ կարևորել, օրինակ մեր ներառական ուսումնական կենտրոնում դասընթացավարների մեջ կան հաշմանդամություն ունեցող տրեյներներ, պարողներ, խորեոգրաֆներ եւ մենք մեր փորձի վրա ենք հասկացել, թե ներառական խմբում տարբեր հնարավորությունների եւ հմտությունների տեր մարդիկ են ներգրաված, ինչքան կարևոր է լինում
ստանում որպես առաջնորդ տեսնել այս բոլոր փորձությունների, դժվարությունների միջով անցած, բայց նաև մեծ հաջողությունների հասած լիդերի ու կարծում եմ ժամանակի ընթացքում այն բոլոր երեխաները եւ երիտասարդները, որոնք հիմա այս բոլոր process-ներով անցնում են, ինչ որ մի օր կդառնան լավ երաժիշտներ, դերասաններ, ռեժիսորներ, խորեոգրաֆներ եւ իրենք կստանձնեն նաև այդ առաջնորդության դեր։